Ողջույն սիրելիներս, ողջույն անուշիկներս, ես բացում եմ նոր տեսանյութ և տեսանյութը բացում եմ գնումներով, այստեղ առանձին գնումներ են, Վահանը մեր ներքևի խանութից է գնել, ուրեմն այսբերգ է գնել, այսբերգ տեսակի կաղամ, լոլիկ, Սիթի ես գնացի, այսօր լավ քայլել եմ մոնումենտից, մինչև Սիթի ոտքով բարձրացել ենք Երիկիս հետ, մայր ու տղա, խանութներով, գրախանութներով, գնացինք Սիթի, բայց այնտեղ լավ կանաչեղեն չկար, հետո այստեղ ունեն կարմիր բողկ, հա, ինձ զանգ էր գալիս, ուրեմն այստեղ մեր կարմիր բողկը կամ բոլոկի, ինչպես մենք ենք ասում ընդունված ձևով, այստեղ հազարի տերևներ ունենք, այստեղ կանաչ սոխ, համեմ և խնդրել եմ Վահանին թարխուն բերի, հիմա տեսնեմ, Սիթի թարխունը ոնց որ ցախ լիներ, լրիվ ցախ, ահա, այսպիսի լավ ընտիր թարխուն է բերել Վահանս, ահա, սա այսպես, սա դնեմ մի կողմի վրա և շարունակենք, ես սեղանին միշտ ջուր եմ պահում, որ ջուր խմեմ, սա իմ տոպրակն է պահյուսակիս, ահա, հետո գնել եմ Երիկիս համար մի հատ այսպիսի մայկա տակից հագնելու, տակից հանելու, այսպիսի մազերի շամպուն, կլինի խնձորով, շատ լավ բրենդ է ինքը, Վիլեդայի աման լվանալու այսպիսի կենցաղային ձեռնոցներն էին զեղչվել, սա եմ գնել, հետո այստեղ ինձ համար այսպիսի գուլպա եմ գնել, կիսագուլպաներ, նասկիներ, հա, այսպես, սա այսպես, այստեղ մի հատ այսպիսի բացիկ եմ գնել, պետք է ինձ գալու, սա դրեցինք մի կողմ, այստեղ Երիկս իր համար գնումներ է արել, չգիտեմ ես ինչ է գնել, հա, այսպիսի էներգետիկ է գնել, ընկերն է առաջարկել, ասել է մեջը քիչ է սպիրտայինը, մի հատ փորձի, հա, հիմա չգիտեմ, հա, ասում եմ մամա դե բան չեմ դարձնի, էլի հաճախ չեմ խմի, տարին մի անգամ կարող եմ մի հատ նետել, լավ ասում եմ արդեն շուտով կլինի 18 տարեկան, մեկ թող փորձի, ինքը չի ծխում, մեր տանը մենք ծխող չունենք, ոչ հայրիկս է ծխել, ոչ եղբայրս, ոչ ամուսինս է ծխում, ոչ էլ տղաս սեր ունի ծխելու հետ, հետո այստեղ ունենք աղի ձողիկներ, Երիկն է իր համար, սա Երիկի գնումներն եմ ցույց տալիս, իր համար թե է գնել, ելակով և մոխիտոյի համով, այստեղ իր համար այս չինական, հա, այս ինչա, Bombay Bad Boy, Bombay-ի վատ տղա նուդլներ է գնել, ահա, այդպես է կոչվում, սա այսպիսի չիպս է գնել, չգիտեմ ճիշտ ասած ինչ համ ունի, վայ Վահան ջան ապրես, լույսը վառեց Վահանս, այստեղ պրյանիկներ ունենք, այսպիսի Վահանն է գնել, սա արդեն անցնում եմ իմ ու Վահանի գնումներին, հա, հետո, այս երշիկների վրա զեղչ էր, ճիշտն ասած բեկոնի, իրանք շատ քիչ են քաշով, տեսեք 100 քանի գրամ, այս ուղղակի փորձելու համար, կարծես թե նորույթ էին, չգիտեմ, ոչ մի անգամ չէինք բան արել, սա պաներովն է, սա կարծեմ ինչ է, եփած մեքսիկական, սա պաներով, սա էլ ինչ-որ չիլի է, սա էլ չիլի չիզ բեկոն, սա էլ այսպես, այնուհետև այս բավարական նրբերշիկներից ենք վերցրել, շատ լավն են, մի անգամ Վահանը բերել էր, հիմա նորից ակցիա էր, շատ լավն էր, վերցրեցինք, պանիրի վրա էր այս կեսգին ակցիա էր այս պանիրը լորի, ահա, հետո վերցրել ենք այսպիսի, ուրեմն արդեն ապխտած միս, այս մեր ջեռոցում դնելու համար, ինչ են ասում, Վահան դրան ինչ էին ասում, այրոգրիլի մեջ դնելու համար, շատ լավ է ստացվում, շատ համեղ է ստացվում, ահա, սա այսպես, հետո գնել եմ բրինձ, Վահան ջան են տոպրակն էլ ինձ կտաս, գնել եմ բրինձ, մերոնք այս բրինձն են սիրում, ժողովուրդ ջան, սա են ուտում,
Այստեղ նաև Անի 2 յոգուրտ եմ գնել ազնվամորիով և ելակով։ Հետո իմ լավաշից եմ գնել 2 այսպես տուփ, սա մեկը գնում է սառնարան, մյուսը ուտում ենք, այսպես, բանը ծիծաղում է, ես եմ ուտում, հա, ասեմ, որ էլ չծիծաղա։ Սա էլ է Էրիկի գնումների մեջ մտնում, կարծեմ, թե դու ես սա վերցրել, Վահան, այս կոռոչկաները դու ես վերցրել, հա, սա Վահանն է վերցրել գարեջրի հետ, հա, իմիջայլոց մի բան էլ ասեմ, անցած վլոգի ժամանակ, որ սուրճը ֆրթոց էիք լսում, մեկ ինձ նկատողություն էր արել, այդ ֆրթոցը ես չէի, դա Վահանն էր կողքից, եթե ուշադիր նայեք ամենասկզբից, ձեռքից նույնիսկ բաժակը ձեռքից չի, Վահանը իմ թիկունքում նստած ֆրթացնում էր և ուզում եմ հարցնել հարց տվողին, ես եմ ուզում հիմա հարցնել, տաք սուրճը, ինչ զգուշությամբ եք խմում, որ ֆրթոց չի գալիս, նախ ես այնքան ինձ հետևում եմ, անկախ ամեն ինչից, ես կնկարահանվեմ թե ոչ, ես շատ լավ գիտեմ ինձ պահելու ձև, ինձ դա դիտավորություն չի եղել, կամ բլոգերներ, ովքեր դիտավորյալ այնպես են ֆրթացնում, ուղեղի ծալքերը իրար են գալիս, մոտենում են իրար, մի խոսքով, հա, սա հաց ենք այսպիսի գնել եգիպտացորենի, բայց ես չգիտեի, որ սա եգիպտացորեն է, սա գիրացնող հաց է, կուկուն է, սա գիրացնող հաց է, գնել ենք այսպիսի շարոց, զեղչվել էր մեր շարոցը, գիտական հարցերում հանկարծ ինձ չուղեք, որ ես սխալ անեմ, հանկարծ այդքան ուշադիր չլինեք, որ գիտական հարց լինի, ինձ ասեք, վայ Սեդա ջան, այստեղ սխալ ես ասում, բանավեճի մտնեք, ֆրթոց են լսել, վայ, դուք ֆրթացրեցիք, սա արևածաղիկ է, այսպես, ես արդեն իմիջայլոց ասեմ, 1 տարուց ավել ընդհանրապես արևածաղիկ չեմ չրթել, և այսպիսի կելոքսի Վահանը գնել է այս հապալասով և ելակով կելոքսի բատոնչիկները, այսպես, ու այստեղ մի հատ էլ այսպիսի գնում ենք արել, սա էլ է Էրիկը վերցրել, ուրեմն խրթխրթան թևիկներ կամ բուտիկներ, սա ինչ է, սուխարի չորահացիկ է, բայց իրեն պատրաստում են, կարծեմ ջրով, իրեն այստեղ կա բաղադրատոմսը, ես անպայման սարքելուց ձեզ հետ կկիսվեմ, ես մի անգամ գնել էի, բայց ջրով չէի բացել, հենց այդպես թաթախել էի մեջը, լավ չստացվեց, հետո պարզվեց, որ պետք է տեսեք ինքը այսպես հատուկ ինչ-որ պատրաստում են, թաթախում են, ջրով են բացում, տեսեք, այսպես, ես էլ անկեղծ ձևը չգիտեի, այսպես անուշիկները, սա էլ այսպես, հետաքրքիր մի բան լինի ձեզ հետ կկիսվեմ, Վահան կտրոնը ուր է, սեղանին չեմ տեսնում, հա, հեսա, այ հիմա, ահա, խնդրեմ, սա էլ մեր կտրոնը, այս ամբողջի համար վճարել ենք 23,768 դրամ, այսպես սիրելիներս, դե ինչպես ասում են, թանկանում է ամեն բան, բայց դե ժողովուրդը ապրում է, ուտում է, նույն հունով առաջ են գնում, սիրելիներս, այլ կերպ չեն կարող, ուրեմն չպետք է օգտվենք ոչ մի խանութից, հատկապես եթե քաղաքի բնակիչ ես, չունես քո հողակտորը, որպեսզի անարատ, անուշ, լավ, այն հողից դուրս եկած, քո ձեռքով մշակած պտուղ բանջարեղենից օգտվես, քո կանաչուց, ստիպված ես գնալ և թանկ ու կրակ գնել, այսպես անուշիկներս, դե ինձ ձեզ լավորեն մաղթում, համբուրում եմ և ասում եմ մինչ հանդիպում, հրաշքներս, հրաշք եմ բերել ձեզ համար, հրաշք, հլը տեսեք ինչ գեղեցկություն, վայ, աշխարհի ամենագեղեցիկ լեռը,
գոյություն չունի սենց բան։ Այ Աստված ջան, փառքդ շատ լինի երկրի ու երկնքի մեջ։ Ես ինձ սիրուն է, Աստծո արարչությունն է, ժողովուրդ ջան, դրա համար էլ այսքան փառահեղ է։ Այսպես տեսակ, ինչ գեղեցիկ մայրամուտ ենք գնում դեպի երեկոյան 6-ից է։ Այսպես, դե ինչ, այսպիսի գեղեցիկ տեսարաններ ձեր կյանքում թող շատ լինեն։ Սիրելիներս, ինչպես եք, երեկվանից մի փոքրիկ այսպես տեսանյութեր տեղադրել եմ, գնացել էի տարեդարձ մամայիս քեռակնոջ 80-ամյակներ, այսպես եւ իր հարսը, տղայի կինը, կազմակերպել էր այդպես մի հավաքույթ Սկեսուրի ամենամոտ մարդկանցով, կանանցով հավաքվել էինք ամյան, ռազմիկ ամյան ռեստորանային համալիրում, բավական լավ երեկո անցկացրինք, գեղեցիկ, կարևորը մեր Մարետիկը հուզված էր շատ, ինքը վատ առողջ է, բայց փառք Աստծո, ամուր է, պինդ է, ուժեղ է, մամաս է շատ մոտ, իր քեռակնոջ հետ շատ մոտ, իրենք միասին էին աշխատում Մերգելյան ինստիտուտում, մամաս Պուլմանի վրա էր, գծագրական այդ տախտակների, կաբեում էր աշխատում, Մարետիկս բուժքույր էր, մամայիս կողքին շատ էր լինում, մամա շատ էմոցիոնալ մարդ էր, կարող էր որևէ, ասենք պատուհանից կարող էր ինչ-որ մի հուղարկավորություն տեսնել ու ներշնչանքից մամաս վատանում էր, Մարետիկս միշտ հասնում էր օգնության, շատ մոտ են եղել և հրավիրվածների մեջ նաև ես էի մամայիս փոխարեն, շատ զգացված էի, շատ, մի խոսքով շատ լավ անցավ, այսպես, իսկ այսօր գնացել էի City, մի փոքրիկ առևտուր էի արել, բայց չեմ նկարել, մսեղեն է հիմնականում առել, հավ և այլն, այդպես չնկարեցի, որ տեսանյութը չլինի այսպես առևտրախառը, բայց Վահանս ինձ փոքրիկ նվեր է նվիրել, ուրեմն ասեմ, որ ականջողեր չունեմ, այդպես է ստացվել, չունեմ ականջողեր, ինքս էլ ոսկեասեր չեմ, ես բազմիցս ասել եմ այդ մասին, շատ ոսկի չեմ սիրում, նաև ուզում եմ տեսնեք, թե ինչ գեղեցիկ են փաթեթավորում էստեղ, ոչ թե իրենց չեմ գովազդում, ուղղակի սա էր շատ գեղեցիկ, հիմա բացեմ, տեսեք, այսպես, ես դեռ չեմ բացել, բերել եմ, դեռ չեմ բացել, մտածեցի, որ միասին կբացենք, ուրեմն այստեղ ներսում դրված է ականջողերը, իրենց ամանով, այստեղ ունենք, ուրեմն տեսեք, Ռաֆայելո կոնֆետ են դրել տուփի մեջ, այստեղ կտրոնն է և այստեղ էլ ինչ ունենք, ինչ-որ խնամքի համար ինչ-որ բան է գրված, մի վարդյան, ահա, սա ինչ է, տեսնենք, հասա փոքրիկ այսպես բրոշուր է, իրենց ապրանքների հետ կապված, ինչ ունեն
ինչ չունեն, այսպես, ականջողեր, մատանիներ, շատ հաճելի է անկեղծ ասած և այստեղ էլ ինչ-որ, սա ինչ է, սա էլ ինչ-որ, խնդրեմ, արծաթյա զարդերի խնամք, ինչպես պետք է խնամել, մի խոսքով, սա էլ այսպես փոքրիկ մի բան է, այս սրտիկները այստեղից են, ես էլ ասում եմ, ինչ սրտիկներ են, տեսեք, կերևա ներսում, մի րոպե, հիմա դատարկեմ սեղանին, տեսեք, տուփի մեջ այսպես փոքրիկ սիրուն սրտիկներ կան, շատ հաճելի է, հիմա ցույց եմ տալիս, թե ուրեմն ինքը այստեղ երկու գրպանիկ ունի, տեսեք, երկու գրպանիկ ունի, ասեց մի ականջողը կարող եք դնել մի գրպանիկում, մյուսը մյուս գրպանիկում, հիմա, այսպես, տեսեք, երկու փական ունի, այսպիսի գեղեցիկ, ինքը ցերկոն է, բայց ռոձումապատ, ուրեմն, ինչ են ասում, արծաթ, և վրան ունի ինչ-որ, ինչ են ասում, ասեց հատուկ, որ հակաալերգիկ, ինչ-որ բանով պատված է նյութով, որովհետև ես ժամանակին, հիմա ուզում եմ մի հատ սրա ֆոկուսը տեղը բերեմ, ժամանակին արծաթից ունեցել եմ ալերգիա, հիմա չգիտեմ ճիշտն ասած, սա մեկ և հաջորդն էլ, էլի նույնը, բնականաբար նույնը, այսինքն մյուս զույգը իր, այսպես, ականջի վրա շատ գեղեցիկ է, շատ նուրբ է, ասեց քնելուց լավ կլինի, որ հանեք, այստեղ երկու փական ասեց ունի, մեկը արծաթյա, մյուսը սիլիկոն է, այսպես, մի խոսքով անուշիկներ, սա էլ իմ ամուսնու նվերը ինձ, չունեի և անցքերը փակվում էին արդեն, գնել էի անցյալ տարի պտտվողները, պտտվող արծաթից, տեսել եք, էլի ձեզ ցույց եմ տվել, երբ եմ գնել, հիմա ասեմ, սեպտեմբերին եմ գնել, բայց քանի որ նրանք պտտվող են, չեմ կարողանում կրել, իսկ են բժշկականները կհիշեք, որ գնել էի, դրանց քարիկները պոկվեցին, երկու անգամ կպցրեցինք, նորից պոկվեցին, դրա համար էլ չունեի ճիշտն ասած և մեծ ցանկություն ունեի ամենօրյա ամբողջ օրը կրելու, այսպիսի, որպիսի չհանեմ, էլի իմ ականջներից անընդհատ, այսպես, անուշիկներս, դե ինչ, այստեղ ձեզ ասում եմ առայժմ, սիրում եմ, գրկում եմ, համբուրում եմ բոլորիդ, նորից կհանդիպենք, ողջույն սիրելիներս, ուրեմերիկի համար պատրաստում եմ հավի թևիկներ, ինչպես KFC-ում, հիշում եք անցած անգամ ձեզ ցույց եմ տվել այս ուրեմն ինչ են ասում, ինքը ալյուր է հատուկ, այսպես, տեսեք, պանիրովիչնայա սմես, ինչ պանիրովկային, մոռացա, մի խոսքով, կծու թևիկների համար, հիմա տեսեք, այստեղ ես լցրել եմ արդեն 4 ճաշի գթալ այս ալյուրից և այստեղ եմ առանձին լցնել, հիմա տեսեք նոր մանիկյուրս պոկվեց աման էի լվանում, հիմա տեսեք ինչ ենք անում, այստեղ պետք է լցնենք 1/2 բաժակ ջուր, հիմա, և ինքը պետք է ստացվի յոգուրտի նման, հիմա ես խառնեմ, եթե քիչ կլինի, նորից կավելացնեմ, առաջին անգամ եմ անում, մեզ համար դրել եմ այրոգրիլի մեջ, Էրիկը այսպես ցանկացավ, քիչ է, փոքր քիչ է ջուրը, այսպես, գուցե էլի ավելացնեմ, չգիտեմ, ոչ մի անգամ գնել էի սրանից, հիշում եք, էլի ասացի, որ գնել էի, բայց սխալ էի սարքել, իրեն մի անգամից թաթախել էի հենց դրա մեջ, հենց այս խառնուրդի մեջ, ալյուրային, մի վարկյան ես մի հատ սա նորմալ խառնեմ ու մի անամ ձեզ, արդեն ձիթայուղը դրել եմ վրա, հիմա հավիկները կտեղափոխեմ այստեղ, ամբողջը, արդեն ուրեմն արել եմ աղ թևիկներին և
սև պղպեղ, մի քիչ էլ կարմիր պղպեղ, քաղցր, քանի որ ինքը այդ խառնուրդը արդեն կծու է, էլ ես կծու չեմ ավելացրել, այսպես, այնտեղ այրոգրիլի ձայնն է գալիս, ներող կլինեք, ընթրիք եմ պատրաստում, Էրիկը այնպես չուզեց, դե լավ ասի, դե որ ինքը այնպես չի ուզում, այսպես, հիմա սա խառնելուց հետո պետք է թաթախեմ այն այդ մյուս ալյուրի մեջ, այսպես, թողնի լավ, սրա մեջ ինքան դժվար է հեռախոսով նկարելը, ոչ մի բան չես տեսնում պատրաստելուց, այսպես, հիմա մի հատ բերեմ իմ ակցանս, սիրելիներս ես թաթախեցի էլ այդ պրոցեսը այսպես հենց առանց տեսախցիկի եմ արել, այսպես, հիմա տեղափոխեմ ձիթայուղի մեջ, միասին չայրվենք, այսպես, մեկ, հիմա հաջորդը, սա էլ անեմ, ես 3 հատը ձեզ հետ անեմ, հետո անջատեմ ես հանգիստ, այսպես անշիկներս, մոտեսնենք, թե ինչ է լինում, իսկապես թե KFC-ի նման ստացվում է, տեսեք, պարզապես ես չեմ ուտի, էլի այսպես ձիթայուղով նման բան չեմ ուտի, գիտեք ինչի նախ արեցի չեյանի, Էրիկի համար է չեյանի, գազօջախս պետք է մաքրեմ, սարք ենք գնել, գոլորշիով պատվիրել ենք, սպասում ենք, որ հասնի, այստեղը, ինչ են ասում ես, գոտին, խոհանոցի գոտին, թիթեռնիկներս, ուրեմն իրենց վրա կա թաղանդ, այդ թաղանդը պետք է հեռացնեմ, նորը պետք է փակցվի և ամբողջ գազօջախը պիտի մաքրվի, դե հիմա իհարկե սրանից հետո էլ կմաքրեմ ձիթայուղից հետո, անպայման կմաքրեմ, ու արդեն որ գոլորշին կա, գոլորշիով արդեն ամբողջական կհվանամ, հիմա այստեղ մի հատ ընդմիջեմ, մինչև սա պատրաստ լինի, նորից կմիանամ, ժողովուրդ ջան, այսպես ստացվեց, տեսեք, տեսակ, այսպիսի շատ գեղեցիկ KFC-ներ ու շատ կծու էր, ես մի փոքր սենց այդ ալյուրից վառված մի փոքր պոկեցի կերա, շատ ահավոր կծու էր, այսպես, ողջույն սիրելիներս, նորից միանում եմ ձեզ շարունակելու շոկոլադների համտեսումը, այսօր մենակ եմ համտեսելու, քանի որ Վահանը պարապում է և այսօր օնլայն են իրենք աշխատանքի, գարնանային արձակուրդներ է սկսվել, բայց այդ արձակուրդները ուսուցիչներին ճեմարանի չի վերաբերվում, այն կոչվում է աշակերտական արձակուրդներ և շատ մեծ ծավալուն աշխատանք է նորից աշակերտների հետ, քանի որ քննական շրջան է, Վահանը պետք է իրենց հետ ոնց որ այսպես խմբային և անհատական պարապի, որպեսզի ուղու վրա դնի, իրենք կարողանան քննություն տալ։ Հետո, անուշիկներս, ուզում եմ իմ մեջ շնորհակալությունը հայտնել գեղեցիկ օրհնանքների և հիանալի աստվածային մեկնաբանությունների համար Նելիի հասցեին, անչափ շնորհակալ եմ նաև իմ Նելին իսկապես արժանի մարդ է, շատ կամեցող, շատ լավ ընկեր է, կարելի ասել մենք Նելի հետ արդեն մտերմացել ենք, որովհետև օրու մեջ կամ երեկոյան
մեր ժամանակով կամ երեկոյան իրենց ժամանակով զրուցում ենք, դե գիտեք, մեզ մոտ առավոտ է, այնտեղ երեկո եւ հակառակը, մենք զրուցում ենք, կիսվում ենք տարբեր թեմաների շուրջ, Նելին բավական խելացի է, Նելի հետ հետաքրքիր է զրուցելը տարբեր թեմաների շուրջ, մենք կարելի է ասել դարձել ենք մտերիմներ եւ այո, դուք ճիշտ եք նկատել շատերդ, որ Նելիի ուղարկած ծանրոցը դա քրոջ ուղարկած ծանրոցը, քրոջ հոգատարությամբ դասավորված եւ իրերն էին շատ այսպես հոգեհարազատ, կարծես քույրս լիներ եւ ինձ ճանաչեր, այո, դա այդպես էր սիրելիներս։ Եվ ուզում եմ անդրադառնալ մեկ մեկնաբանության, կարծեմ Դիանա Վարդանյան, որը ճիշտ չէր հասկացել ծանրոցի բնույթը, ինչի համար էր այդ ծանրոցը, գրել է, որ մոտավորապես այսպես հալալ է Ամերիկայի հայությանը, լավ էլ աջակցում է Հայաստանի հայերին։ Սիրելի Դիանա ջան, Նելին ինձ չի աջակցել, ես աջակցության կարիք չունեմ, ես ապրում եմ լավ պայմաններում, ունեմ բավարար պայմաններ, իմ ամուսինը օրնի բուն աշխատում է, եթե դուք գնաք հետ մի քիչ իմ տեսանյութերը կտեսնեք, որ ես շրջել եմ Եվրոպայով, ապրել եմ Սինգապուրում, ես շատ հիանալի պայմաններ ունեմ, ինձ աջակցել ինձ հարկավոր չէ, ես երբևէ ոչ մեկից աջակցություն չեմ խնդրել, հավանաբար դուք բառի իմաստը չեք հասկանում, աջակցել նշանակում է խեղճ մարդկանց, ովքեր ունակ չեն եւ վատ են ավելի ապրում, իրենց աջակցել որևէ կարիքները հոգալ, բայց դա կարիքը հոգալու համար չէր, դա Նելիի կողմից ի սրտե արված նվեր էր, ի սրտե արված ծանրոց էր, հարգելիս, այնպես որ երբ արտահայտվում եք, մի փոքր ուշադիր եղեք ձեր բառապաշարին, դրանով դուք վիրավորում եք ոչ միայն ինձ, ում չեք ճանաչում, նաև Նելիին, որը բարեգործությամբ չի զբաղվում։ Այսպես, սա էլ այսպես, դե ինչ, ես սուրճս արդեն պատրաստել եմ, իհարկե սա արդեն Նելիի սուրճը չի ամերիկական, սա մեր սուրճն է, որը որ մենք ենք խմում մեր արաբիկան, նա արդեն վերջացել է եւ այստեղ ունեմ մի հիշեք նարինջը շոկոլադի մեջ, սա իմ բկլիկը արդեն բացել է, Վահանը արդեն բացել ու կերել է, ես էլ եմ կերել, բայց շատ իսկապես շատ համեղ էր, հիմա բացեմ ձեզ է ցույց տամ, ահա, մի վարկյալ, ուրեմն տեսեք, ինքը ներսում այսպիսի ստիկեր են, ես ճիշտ էի ասում, առանց բացել, որ ինքը այսպիսի ստիկեր է, տեսեք, ահա, հիմա կդնեմ այստեղ ներսում, ցույց տամ նորից տուփը, գուցե Ամերիկայում բնակվողները սա հետաքրքրի եւ ինչու՞ չէ, գուցե Սասում էլ կա, վաղուց չեմ գնացել Սաս, Պարմայում էլ չեմ նայել, կնայեմ։ Ուրեմն ինքը իրենից ներկայացնում է, հիմա այսպես ատամով որպիսի չանեմ, մի վարքյան, այսպես էլ է բավական դժվար, ինքը ներսում մարմելադ է, թափանցիկ մարմելադ է, ուրեմն նարինջի համով, շատ լավն է եւ ես սա հիմա սուրճիս հետ կվայի։ Այսպես, կփորձեմ չֆրթացնել, չնայած ես նորից եմ նայել, ես շատ զգուշ եմ սովորաբար խմում, աշխատում եմ նույնիսկ իմ ընտանիքի եւ ինձ համար էսթետիկ խմել կամ էսթետիկ ուտել, որպեսզի կողքիններիս եւս տհաճություն չպատճառեմ։ Առանց այն էլ ես գիտեք, չեմ սիրում տեսախցիկի առջև ուտել, որևէ բան համտեսել, սա առաջին դեպքն էր, որ Նելին շատ մեծ սիրով էր ուղարկել, ես որոշեցի նաև իր համար է շատ հետաքրքիր, որպեսզի տեսնի իմ էմոցիաները ինձ դուր է գալիս, թե ոչ, շատ լավն էր դա։ Հաջորդը այս է, սա այդքան էլ չգիտեմ ինչ է, անկեղծ ասած, մտածում եմ կոնֆետներ է, մի վարկյան, բայց մկրատ չունեմ բացելու համար, մի վարկյան մկրատ բերեմ գամ, մի փոքր մկրատս մեծ է, խնդրեմ, հիմա տեսնենք ինչ կա ներսում, իրենք թխված քաբլիկներ են, տեսեք,
Այսպիսի թխված քաբլիտներ են, վրան պանդա է և հավանաբար ներսում շոկոլադ պետք է լինի, որտև այդպես նկարված է։ Տեսնեմ, չեմ կարողանում ձեռքով։ Այո, ներսում շոկոլադ է։ Շատ համեղ է, շատ թարմ, շատ նուրբ խրթան։ Հիմա հիշեցի մի անեկդոտ էս ֆրթոցի հետ կապված։ Նվագախումբը փորձեր է անում, մեծ երաժշտական, մեծ կամերային, այսպես ասած, երաժշտական նվագախումբը փորձեր է անում, որպեսզի երեկոյան համերգ տա և թմբկահարը, գիտեք են, մեծ թմբուկը, որ հարվածում են այսպես կողքից, փորձի ժամանակ հարվածում է խմբավարը, դիրիժորը կանգնացնում է, ասում է, համբերի ասում է, ինչ ես անում, հաջորդ անգամ ավելի կամաց խփես, այսպես բարձր չխփես, լավ, նորից ասում է, նորից ենք սկսում, գալիս է այդ հատվածը, թմբկահարը շատ այսպես մեղմ է ավելի հարվածում, նորից է կանգնացնում խմբավարը, ասում է, չես կարողանում ավելի ցածր, ասում է, ինչ ես անում, ամբողջ խառնեցիր, նորից ենք սկսում։ Երրորդ անգամ թմբկահարը ընդհանրապես չի հարվածում, խմբավարը նորից կանգնեցնում է, ասում է, հիանալի էր, բայց եթե կարող ես մի քիչ էլ ցածր։ Հիմա եթե մի փոքր կամ չֆրթացնեմ կամ առանց դրա չֆրթացնեմ, կլինեն մարդիկ, ովքեր կլսեն դա։ Այնպես որ հիշեցի այդ հիանալի անեկդոտը։ Այդպես, հիմա հաջորդը անուշիկներս բացում ենք սա, ասել եմ, դարչինով, նուշով և կարագով ինքը, ինչ են ասում, բատոնչիկ են, սպորտային, հա, որ ուտում են նիհարելու համար։ Հիմա բացեմ, ասեմ, ես իրեն փորձել եմ, հիմա չեմ փորձի, որովհետև բավական հագեցնող է, ինքը ներսում կրեմային է, փորձել կոտրել, այսպես, ինքը ներսում կրեմային է, ժողովուրդ ջան, կրեմը հիմա չի երևում, տեսնեմ հակառակ կողմից կարծես թե, ահա, տեսեք, ինքը կրեմային է, շատ համեղ է, բայց շատ յուղային է, հա, այսպես էլ էր երևում, հակառակ էի պայել, Նել ջան, անչափ շնորհակալ եմ անուշիկս, և այստեղ ունենք երկու շոկոլադ ևս, հիշում եք, Նելին այն վիշապի մեջ չէր բավարարվել, խցկել էր նաև սա, այս երկուսը, չէր խցկել, տեղավորել էր, որպեսզի հանկարծ պակասություն չանի, հիմա, բացում եմ կատնայինը, ես ասել եմ կատնայինի շատ մեծ սիրահար չեմ, բայց հնարավոր է, որ սա ինձ դուր գա, ես ավելի շատ սիրում եմ սև շոկոլադ և այսպես ասած ամեն առավոտ սուրճիս հետ ըմբոշխնում եմ իմ տրուֆելները, բացվեմ սա, տեսնում եմ, որ ինք մանր շոկոլադ, ինչ-որ հա, ինչ-որ էր սա, Crispy Rice Milk Chocolate Bear, ուրեմն ինքը խրթխրթան բրինձ, կատնային շոկոլադ, այսպիսի ինքը, տեսեք, մանր, ինչպես վրան բրնձիկներ են, հիմա մի հատ կոտրեմ, այս ճիշտ կողմը այսպիսի տեսք ունի, հիմա ես սա մի հատ, մի սալի վերցնեմ, որտև շատ չեմ կարողանում ուտել, այսպես, շատ հետաքրքիր է, խրթխրթան, շատ լավն է, արտակարգ, ինձ հարցրել էիք, շաքար ունեմ թե ոչ, ինչ մրգեր եմ ուտում, սիրելիներս ես շաքար չունեմ, չգիտեմ սա ինչ դիաբետ է կոչվում, առաջի թե երկրորդ կարգի, երբ ունես բարձր ինսուլին, բայց չունես շաքարային դիաբետ, բայց սա էլ է պատկանում
դիաբետի ինչ-որ խմբի, առաջի խումբ է, թե երկրորդ խումբ է, լավ չեմ հիշում, անկեղծ ասած, հա, պատճառը նա է, որ ես քաղցր չեմ օգտագործում, կարող է ամբողջ օրվա մեջ մի հատ այդ սև մի կտոր այսպես սալիկ ուտեմ, դառը շոկոլադ, իսկ ընդհանրապես միրգ շատ քիչ եմ ուտում, հնարավոր է մինչև ժամը 12-ը ինչ-որ մի փոքր կտոր միրգ ուտեմ, որպեսզի վիտամիններից չզրկվեմ, հիմնականում ուտում եմ նարինջ, խնձոր, կարծեմ բանանը չի կարելի դիաբետիկներին, կիվին է շատ լավ դիաբետիկներին, այսպեսի մի բան ասեմ, իմ տատիկը ուներ դիաբետ, ասեմ իր ռացիոնում ինչ էր պարունակում, տատիկս չուներ տեսողության խնդիր, չունեցավ վերքերի հետ կապված ոչ մի տեսակ խնդիր և չմահացավ իհարկե շաքարից, այլ թոքաբորբից։ Այն ցուրտ տարիներին 2000 թվականին։ Դրա համար էլ ասեմ, ինքը ինչ էր ուտում էր սև հաց, ուտում էր կապույտ խնձոր, այն մուգ Սիմիրենկո, ռուսական Սիմիրենկո խնձորները, հետո դե շաքար բնականաբար չէր օգտագործում, խաղող չէր ուտում, հետո ինչ էր ուտում, հնդկաձավարը խաշում էր, մեջը համեմ էր կտրատում, ամառը հիշում եմ սմբուկ էր ուտում խորոված, սեփական տուներ, ոչ մի տապակած ոչինչ չէր ուտում և հիշում եմ, որ ամեն առավոտ մաքուր տնական թթի օղի էր խմում, ամեն առավոտ, ասում է շաքարը կարգավորում է և պատկերացրեք, որ իմ պապայիս կողմը, մամայիս կողմն էլ շաքար ունեցել են, դիաբետ ունեցել են, մեծ մասը, ասենք, տատիկիս հորեղբոր տղան մահացավ էլի դիաբետից աչքերը տեսողությունը կուրացավ, երկուսի ոտքի ինչ-որ հատված կտրեցին, մի խոսքով, բայց տատիկս շատ մաքուր էր, տատիկս ոչ մի վերք չուներ, ոչ տեսողության հետ խնդիր ուներ, ինքը շատ պահում էր իր դիետան, ամեն բան չէր ուտում, շատ զուսպ էր ինքը իր ուտելու մեջ, դրա համար էլ իր մոտ չզարգացավ շատ այսպես էլի, մի խոսքով դա էր ուտում, ինչ որ հիշում եմ, դա ասում եմ ձեզ, անուշիկներս, եղեք առողջ, ես խմում եմ իմ ինսուլինի համար, ասել եմ, գլուկոֆաժ XR 1000-ը, ես դա եմ խմում, օրը 2 անգամ խմում եմ, այսինքն 2000 միլիգրամ խմում եմ, սա էլ մյուսը բացեցի, տեսեք, ձեզ հետ համ զրուցում եմ, համ էլ բացում եմ, Սա էլ այսպիսին է ներսում, սա նուշով էր, ասեմ սա ինչով էր, սա նուշով է, սև շոկոլադ, նուշով, այսպես, վերջ, տեսեք հիմա աբսենցույց կտամ, ես չեմ կերել, թողել եմ մեջը, որպեսզի չմտածեք, տեսեք, որից որ կտրել էի, սա սևն էր, սա մարմելադն է, սա բանդաներն են, սա էլ կատնայինն է, սա էլ նա որ չկերա, այդպես կիսեցի ու չկերա։ Ես շատ այդպես քաղցրակեր չեմ, նրա համար էլ այնպես շատ կարիք չեմ զգում քաղցրի, բայց շատ համեղ են բոլորը, այնպես չի, որ անտարբեր են, բայց ուշագնաց չեմ լինում, ոնց որ իմ ամուսինը։ Չէ, ամուսինս էլ գիտեք, ինքը ավելի շատ սիրում է տանը ունենալ։ Այդքան շատ չի ուտում, ինչքան շատ սիրում է տանում ունենալ տարատեսակ շոկոլադներ, բայց լավ շոկոլադներ։ Այսպես անուշիկներս։ Հա, ուզում եմ մի հայտարարություն ևս անել, եթե ունեք ծառայող երեխաներ սահմանին, Սյունիք, Գորիս, Քաջարյան և այլն, այդ կողմերում, հա, Տավուշ,
այդ մասերում եթե ունեք ծառայող երեխաներ, ուզում եմ հիշել էլ մի խոսքով արդեն իմացաք Սյունիքի հիմա ուղեղիցս թռավ են ինչ որ պիտի ասեմ, դա ավելի եմ կարևորում ապրիլի 18-ից 24-ը հարցակում է լինելու Սա ես ասում եմ աստղաբան Գայանե Սարգսյանի տեսումներով, ինչու, որովհետև Գայանեին հաճախ եմ լսում եւ ծնողներիս կորուստը եւս 22 թվականին Գայանեն կանխատեսեց իմ ծնողների կորուստը, իհարկե ոչ անմիջական, այլ ուղղակի ինքը ասեց, որ առյուծները կունենան անվերադարձ կորուստ, կկորցնեն շատ հարազատ մարդու, անգամ երկու շատ իրենց հարազատ մարդու անդառնալի։ Բնականաբար հիշում եք 23 թվականին երկու ծնողներիս մահը 13 օրվա ընթացքում դրա համար էլ ես Գայանեին տիկին չեմ ասում, Գայանեն գուցե ինձնից էլ փոքր է տարիքով, ես շատ եմ վստահում Գայանեին, ինքը ինչ ասում է լինում է։ Այնպես որ զգուշացրեք ձեր երեխաներ, ձեր տղաներին, ովքեր ունեն բանակում ծառայող Սյունիքի շրջանում զինվորներ, պարտադիր զգուշացրեք ապրիլի 18-ից 24-ը թող լինեն պատրաստ, զինված ու պատրաստ, նույնիսկ թող ոչ մեկի չլսեն, ոչ մի հրամանատարի, անկեղծ եմ ասում, թող այսպես կազմ պատրաստ լինեն սիրելիներս, որովհետև իսկապես վտանգված է այդ մի քանի օրը, բայց Գայանեն ասաց, որ ոչ մի արդյունքի չի հասնելու հակառակ կողմը, դիրքերը պահվելու են եւ դրանով ավարտվելու է, որովհետև գերտերությունները թույլ չեն տալու այս պատերազմը, քանի որ Միացյալ Նահանգների նորընտիր ղեկավարը ինքը ավելի խաղաղասեր է եւ թույլ չի տալու պատերազմներ։ Այսպես, սա էլ այսպես անուշիկներս, մենք էլ գնացել էինք տարեդարձ, մամայիս քեռակնոջ 80-ամյակն էր, ես ուզում եմ, որ բոլորդ հասնեք իր տարիքին, չոր աչքով լինեք ոտքի վրա, ձեր գործերը դուք անեք, ունենաք թոռներ, ծոռներ, ինչպես որ մեր շատ սիրելի տատիկը ապրեք երկար, լինեք առողջ սիրելիներս, դե ինչ, երևի թե այսօր այսքանով ավարտեմ, գիտեմ, որ ուշացնում եմ, հավաքում եմ նյութեր, որպեսզի իրար գլուխ գա, ստացվի մի մեծ հետաքրքիր տեսանյութ, որպեսզի փոքրիկ, այսպես ես էլ չեմ սիրում փոքրիկ վլոգներ դիտել, երբ 15 րոպե է տևում, ուզում ես շարունակություն, մեկ էլ չկա այդ շարունակությունը։ Այսպես անուշիկներից, դե ինչ, գրկում եմ, համբուրում եմ, բոլորիդ մաղթում եմ, արևշատություն, գեղեցիկ գույններ, եկեք հոգով լինենք մաքուր, եկեք նախանձ չլինենք, նախանձն առաջացնում է հիվանդություն լյարդի շրջանում սիրելիներս, նախանձը լավ բան չէ, պարզապես ապրենք ամեն մեկս մեր կյանքով, պետք չէ խայթել մարդկանց, դիտում եք, դիտեք առանց խայթելու, առանց մարդկանց վիրավորելու, նեղացնելու, որովհետև դիմացի մարդը երբեք ձեզ չի նեղացնում, առավել եւս ձեզ մաղթանքներ է տալիս լիքը ու բազում, գոնե դրանից մի քիչ անհարմար զգացեք եւ մի խայթեք, ես էլ կարող եմ խայթել, բայց չեմ սիրում խայթել, ես սիրում եմ մարդու հետ խոսել մարդկային լեզվով, Աստծո տված լեզվով, իսկ Աստված լեզուն տվել է օրհնաբանելու, Աստված լեզուն տվել է մարդուն, որպեսզի մարդը ոնց ասեմ, բարին կամենա, միայն բարին կամենա, ուրիշ ոչ մի բան սիրելիներս, բարին կամեցեք, հոգով եղեք բարի, իմ հետևորդների 99%-ը աստվածային են, ես իրենց անսահման եմ սիրում, իրենց բարի հոգու և գեղեցիկ դրսևորումների համար, սիրելիներս դուք յուրահատուկ եք, իսկապես յուրահատուկ եք, անչափ շնորհակալ եմ, որ ինձ հետ եք և նոր միացողներին եւս ասում եմ բարի գալուստ մեր սիրառատ և
բարեհամբույր ընտանիք, մեր գեղեցիկ ընտանիք, որտեղ մենք խոսում ենք տարբեր թեմաների շուրջ, քննարկում ենք հարց ու պատասխանով։ Ես ձեզ շատ սիրում եմ, սիրելիներս, մնանք Աստծո, ձեզ հետ ստեդակ սիրով։